Ազատության պողոտայում գտնվող կանանց մշակույթի տան խոշոր հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ Շամշյան-Քոմի դեպքի առնչությամբ կա 3 կասկածյալ, որոնք բոլորն էլ անչափահասներ են։ Նրանցից 2-ը Երևանի հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, իսկ մեկը Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի աշակերտ։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ 14, 15 և 16 տարեկան պատանիները ծնողների ներկայությամբ արդեն խոստովանական ցուցմունք են տվել։ Նրանց պնդմամբ շենքը միտումնավոր չեն հրկիզել։ Տղաները պատմել են, որ մտել են մշակույթի տան շենք կիթառ նվագելու, սակայն ներսում մրսել են ու տաքանալու համար կրակ վառել։ Կրակը մեծ արագությամբ տարածվել է, հանգեցնելով շենքի բռնկմանը։ Հիշեցնեմ, որ մարտի 25-ի երեկոյան բռնկված հրդեհը մարելու համար 12 մարտական հաշվարկեր ներգրավվել, իսկ հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։